Գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով քաղաքական գործընթացներին փորձում է պարտադրել սեփական օրակարգով, կարծես թե մինչ օրս դա իր մոտ ստացվում է։ Համենայն դեպս գործող վարչախմբի զինանոցում սա մնացել է վերարտադրվելու վերջին միջոցը։ Եթերում միասնության արտակն է, բարև ձեզ։ Ողջույն Հայկ, սկսենք երևի ամենահարատապ լուրից, Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը մեկնարկել է գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Բերընդունենք, որ սա արդեն սեփական օրակարգով հանդես գալու անհրաժեշտ եւ ճիշտ քայլ է։ Ողջույն Վախթանգ, ցանկացած գործընթաց, որը միտված է գործող վարչախմբի հեռացմանը, ակնհայտ է եւ մեր հանրության կողմից կարծում եմ ընդունելի է, որովհետեւ երկրում զարգանում են այնպիսի գործընթացներ, որոնք վտանգում են հայոց պետականությունը, մենք սրա մասին առաջի անգամ չէ որ խոսում ենք եւ այսպիսի մթնոլորտում ցանկացած գործընթաց, որը տարանջատված կլինի վարչախմբի պարագլխի օրակարգից, այսինքն հայհոյանքների կլինի, չգիտեմ, արբենալու գինետաներում եւ այլնի սրա նրա քերակնոջը միտված, բնականաբար ընդունելի է եւ պետք է հենց այսպիսի օրակարգերով շարժվենք մենք եւ չտրվենք սրանց օրակարգերին, որովհետեւ իրենք ներքաշում են ամբողջ հանրությանը մի խոսակցության մեջ, որտեղ իրենք արդեն նախապես պլանավորած, գծագրած, երբեմն քրեական օրենսգրքի որոշ հոդվածները հատող գործընթացներ են իրականացնում, խոսքս նրա մասին է, որ սրանք կարող են վերցնել եւ մտնել մարդու անձնական կյանք, որը քրեորեն պատժելի արարքներ են։ Հանձնարարականներ տան եւ այդ հանձնարարականները կատարողներն են դառնում իրենց հանցակիցը։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մենք այդ օրակարգից դուրս ենք գալիս եւ այդ օրակարգից զատ մեր օրակարգը հանրային այն մտահոգությունները, որոնք որ կան, այսինքն ակնհայտ է, որ սրանց հեռացնելու օրակարգը արդեն հանրության բոլոր շերտերում ընդունելի է, այս դաշտում արդեն աշխատել ցանկացած ֆորմատով, ցանկացած գործընթաց մեզ համար ընդունելի է եւ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը, իդեմս կուսակցության նախագահ Միրան Պողոսյանի, նաեւ մեր օրակարգն ենք առաջարկել եւ այդ օրակարգի շուրջ արդեն պատրաստ են նախնական բոլոր ուրեմն գործընթացները, որոնք որ մենք պլանավորում ենք եւ մենք զուգահեռ այս ամենին պետք է նաեւ այդ առաջարկը քաղաքական ուժերին ներկայացնենք։ Դու կարող ես մի քիչ էլ բացել խոսքը դեկլարացիայի մասին, որ ներկայացվել է բոլոր ընդդիմադիր ուժերին, անխտիր բոլորին։ Այո, մենք նախաձեռնել ենք մի գործընթաց, որտեղ փորձելու ենք համախմբել քաղաքական դաշտը օրակարգի շուրջ։ Հիմա որ օրակարգով կշարժվի գործող ընդդիմադիր խմբակցությունները ազգային ժողովի, մենք ինչ կարող ենք այդտեղ տալ, մենք ինչ կարող ենք այդտեղից վերցնել, ակնհայտ կա մի ծրագիր գործող վարչախմբին իդեմս իրենց պարագլխի իշխանությունից հեռացնելը, որովհետև մեր պետությունն ու պետականությունը կանգնած է ոչ ավել ոչ պակաս, ուրեմն ապամոնտաժման առաջ։ Մենք կանգնած ենք անդունդի եզրին եւ այստեղ ցանկացած գործողություն, որը կարող է կասեցնել այս թուրքա-ադրբեջանական գործընթացը, ողջունելի է եւ բնականաբար մենք ուշադրությամբ հետևելու ենք բոլոր զարգացումներին եւ ներգրաված ենք լինելու այնպիսի գործընթացների մեջ, որոնք ռեալ սրանց փոխելուն է միտված լինելու։ Մեր առաջ կանգնած հարցը սրանց հեռացնելն է, դրանից հետո փորձել թուրք-ադրբեջանական այս ագրեսիան, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության գոյության դեմ, կասեցնել։ Սա աքսիոմատիկ մեր համար ընդունված մի թեորեմ է, որի շուրջ մենք աշխատում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս գործընթացները դադարեցվեն։ Բայց հասկանալի է նաեւ, որ գործող իշխանությունը շարունակել է փորձել պարտադրել սեփական խաղը, չխորշելով ոչնչից, մտնել ընտանիքներ, մտնել մարդկանց անկողներ եւ այլն, մտնել եկեղեցի, դա հասկանալի է։ Եվ հիմա տես տրիվիալ ճշմարտություն է, դու պոպուլիզմին չես կարող հաղթել պոպուլիզմով, ասենք պաթոսը չես կարող վերացնել պաթոսով, կեղծ հայրենասիրության դեմը չես կարող առնել ուրահայրենասիրությամբ, սրանք պարզ ճշմարտություններ են, տրիվիալ ճշմարտություններ են, բայց քաղաքական դաշտում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում։ Նաև դրա դեմը պետք է առնել։ Բնականաբար չի հայյանքին հայյանքով պատասխանել դա անիմաստ։
Դե բնականաբար մենք չենք մտնում հայախոսության դաշտ եւ չենք էլ մտնելու, որովհետեւ ի տարբերություն հենց մտար միանգամից դառնում է նախ դա մեզ համար ընդունելի չի որպես տղամարդ, հայ մարդ, մեզ համար դա ընդունելի չի։ Լավ, տղամարդ չասեմ, դե կնոջ թե տղամարդու համար ընդունելի չի մեր հասարակությունը, սրան սովոր չի, սա չի եղել, սա նոր բերված օրակարգ է, որը 18 թվից հետո այս պատուհասները մցրել են մեր օրակարգ, այս հայախոսությունը, միմյանց վիրավորելը եւ այլն եւ այլն։ Մենք այդտեղ չենք մտնում, չենք էլ մտնելու, առհասարակ հիմաների հետ եթե իջնես սկսես այդ դաշտում խոսել, իրենք իրենց փորձով քեզ կհաղթեն։ Հիմա պոպուլիզմը կհաղթի իր փորձով, որովհետև պոպուլիստների բանն է, առաջատար մարտիկներից մեկն է աշխարհում երևի։ Չես կարող հաղթել, անիմաստ է։ Պետք չի սրանց հետ մտնել այդ խոսակցության մեջ, բայց այն ինչը որ արվում է, առհասարակ մենք չենք կարող չանդրադառնալ այդ ամենին, որովհետև դրա վրա էլ աշխատում են։ Իրենք անձերով են սա պայմանավորում, այսինքն սկսում են անձի դեմ պայքար, իբր դա անձի դեմ պայքար է, բայց իրականությունն այն է, որ մեր հասարակությանը մենք պետք է կարողանանք հասցնել, որ սա անձի դեմ պայքար չի, սրանք քանդում են պետության սյուները, այսինքն այդ անձով չի պայմանավորված ամեն բան, երբ որ իրենք խոսում են, ասենք, սրբազան ինչ-որ ենթադրյալ ինչ-որ սրբազան կա, անուն էլ չի ասում, այսինքն բոլորի վրա փորձում է տարածել դա, հետո ասում է կաթողիկոսը, այս կամ այն ինչ-որ ընտանեկան երեխա եւ այլն, սա միտված չէ Գարեգին երկրորդի դեմ, սա միտված է եկեղեցու կառույցը որպես այդպիսին, որպեսին որ մենք ճանաչում ենք, դրանք հանդելուն, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս մարդիկ փորձում են եկեղեցին այնպիսի մասնատման ենթարկեն, որի արդյունքում եկեղեցիները կդառնան ուղակի, որպեսզի հասկանալի լինի մեր հանրությանը, ՀԿ-ների կարգավիճակ կստանան։ Այսինքն կդառնա մի 30 եկեղեցի, հա, ինչպես որ անում են գլոբալիստական երկրներում, եւ այդ եկեղեցիները գործոն չեն լինի այլևս։ Իսկ մեզ մոտ հայ Սուրբ Առաքելական եկեղեցին մեզ համար համախմբման կետ է եղել եւ շարունակում է մնալ։ Սրա դեմ են իրենք պայքարում։ Պայքարում են, որովհետեւ կներես, պայքարում են, որովհետեւ մենք տեսնում ենք Ադրբեջանի այդ Կովկասի մուսուլմանների հոգեվոր առաջնորդ, կարծեմ այդպես է կոչվում, այդ Փաշազադեն, երևի ազգակիցն էլ է, ազգանունը նման է։ Սրանց ուրեմն հայտարարություններից հետո է այս ամենը սկսվել, երբ որ Ադրբեջանից հոգևոր առաջնորդը իրենց ասում է, որ եկեղեցին վտանգում է, նույն պահին այս պատուհասը սկսում է մեր եկեղեցին քննադատել։ Ընդ որում նույն Փաշազադեն ասում է, որ հայոց կաթողիկոսը համայն հայոց կաթողիկոսը միջամտում է քաղաքականությունը եւ այլն շարունակում են ասես կարծես տանդեմով միասնական նույն օրակարգով շատ փոխկապակցված, շատ համահունչ, շատ զուգահեռ իրենք աշխատում են մեր պետականության, մեր եկեղեցու, մեր բոլոր այն արժեքների, որը հայ մարդ ունեցել է, հայ ժողովուրդ ունեցել է, դրանց քանդման շուրջ աշխատում են շատ սինխրոնիզացված։ Բայց սա նաև փաստում է սեփական պատմությունը չիմանալու մասին, հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր դարերում անդադ տարբեր ձևի արշավներ են եղել, թե ներսից, թե դրսից, բայց ոչ մեկ չի հաջողել։ Նույնիսկ խորհրդային տարիներին դա չստացվեց։ Այստեղ էլ չեն հաջողելու։ Իհարկե չեն հաջողելու։ Այստեղ էլ չեն հաջողելու։ Այս մարդիկ կտրվել են իրականությունից, այս մարդիկ կորցրել են հախ ու հաշիվը, այդ գումարները ահռելի չափի կոռուպցիոն գումարները այնքան են տվել ասես չայտերտներով ասած գլխներին, որ իրենք գետնից կտրվել են, բայց ժամանակը մոտենում է եւ իրենք շատ շուտով կհայտնվեն գետնին, կհայտնվեն։ Ներողություն եմ խնդրում կոպիտ օրինակի համար, բայց սա թարս կապուտի նման մի բան է լինել։ Դե իրենք քիչն են գետնին, հնարավորինս մոտ կհայտնվեն գետնին եւ այդ ժամանակ վրա կհասնի քրեական օրենսգիրքը, որը առնվազն ամեն ամիս մի քանի կետերով սրանք խախտում են, բայց այդ օրենքները մնալու են եւ երբ որ այս ամենը ավարտվի, այդ օրենքով պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես սրան զուգահեռ ուզում եմ նաեւ դիմել այն մարդկանց, ովքեր կատարում են սրա հրամանները։ Հարգելի ընկերներ, մենք առիթ ունեցել ենք խոսելու ուժային կառույցներին է վերաբերվում, մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ այն մասնագետներին, ովքեր որ կային իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, այդ մարդկանց կամաց փորձում են հեռացնել համակարգից, որպեսզի նրանց տեղը զբաղեցնեն այն մարդիկ, ովքեր մտածելու ունակություն չունեն, այսինքն ուղղակի կատարողներ են։ Բայց ես ձեզ ուզում եմ վստահեցնեմ,
այն մարդիկ, ովքեր կատարում են ապօրինի հրամաններ, մտնել մարդկանց տներ, ձայնագրություններ անել, չգիտեմ, անձնական տվյալներ հավաքագրել, քրեորեն պատժելի արարքներ են եւ դուք դրա համար միևնույն է ենթարկվելու եք պատասխանատվության։ Չի գործելու այն կարգը, որտեղ դուք ուղակի գնալու եք նրան, որ ասեք դե ինձ հրաման է տրվել։ Ոչ, ձեր հրամանը ապօրինի է, իսկ դուք կատարում եք ապօրինի հրաման, ինչի համար դուք եւս պատժվելու եք։ Դադարեցրեք այդ գործողությունները եւ մի տրվեք այս իշխանության ապօրինի հրամաններին, մի կատարեք դրանք ուղակի, ձեր արժանապատվությունը պահեք, որովհետեւ վաղը դուք դրա համար պետք է պատասխան տաք Հայաստանի Հանրապետության օրենքի առաջ։ Սա պետքա որ մարդիկ իմանան, որովհետեւ թվում է թե այս իշխանությունը հավերժ է, ձեզ շատ սխալ է թվում։ Այս իշխանությունը հավերժ չի, ինչպես ոչ մի իշխանություն հավերժ չի։ Ու վրա է հասնելու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներ, եւ դուք գնալու եք ուղակի գործիք դառնալով սրանց, գնալու եք եւ երկար ժամանակ հայտնվեք հեռավոր եւ մոտ խցերում։ Մի արեք դա ձեզ պետք չի եւ դուք դրանով վնասում եք Հայաստանի Հանրապետությանը։ Եթե դուք ունեք ձեր մեջ հայրենասիրություն, դադարեցրեք, ուղակի մի տրվեք դրան, կարող եք նաեւ ազատվել աշխատանքից, ինչը եւս ես վստահ եմ, որ եկող իշխանությունը կգնահատի եւ համապատասխան ձեզ վերաբերմունք կցուցաբերի։ Ուզում եմ շարունակեմ միտքդ եւ դիմել արդյունշարակային քաղաքացիներին, կոչ անելով դադարեցնել հատկապես սոցցանցերը, միգուցե չգիտակցաբար արված տարբեր ձևի կոմենտները, որոնք հենց բխում են գործող իշխանության շահերից, գործող իշխանության թելադրած օրակարգից մի արեք, մի մտեք այդ կեղտոտ խաղերի մեջ, դուք առաջին հերթին վնասում եք ինքներդ ձեզ, վնասում եք մեզ բոլորիս։ Սա կործանման ճանապարհ է։ Սա պետության կործանման ճանապարհ է։ Իհարկե պետության կործանման ճանապարհ է։ Մեզ մասնատելն ու պառակտելը ադրբեջանական եւ թուրքական օրակարգ է։ Մենք առիթ ենք ունեցել ասելու եւ եւս մեկ անգամ կկրկնենք, որ մենք համերաշխ ժողովուրդ ենք եւ մեզ այն ինչ հիմա տրվում է մեզ, դա հատուկ գործողություններ են, որոնք միտված են մեր պետությունը քանդելուն եւ դա արվում է պառակտման միջոցով, մեր հանրությունը չպետք է պառակտվի, մենք ունենք արժեքներ, սրբություններ, որոնք երբեք չպետք է հատենք։ Ընդ որում, եթե վերցնենք Երևանի եւ Գյումրու ավականիների ընտրությունները, մենք փաստում ենք, որ մեր ընտրողների 70%-ը, առնվազն 70%-ը չի մտնում այս խաղերի մեջ։ Հենց բոյկոտում է գործող իշխանության օրակարգը։ Ճիշտ է, չվստահելով ինչ որ չափով ընդդիմությանը, համենայն դեպս կա 70%, որ այդ պետք է ընդդիմությունը աշխատի, շատ կարևոր է։ Ես համատեքստում շատ հետաքրքիր հարց է, որը նաև մեր դեկլարացիայի առաջարկը, որը որ մենք տալիս ենք առաջիկայում կհրապարակվի, սա միտված է նաև հենց այդ խնդիրը որոշակիորեն լուծելուն։ Երբ որ մեր հանրությունը 70%-ով դու շեշտում ես Երևանի ընտրությունները, այո, 70%-ով ուղղակի բոյկոտեցին ընտրությունները, չգնացին, չհավատալով ընտրություններին, չհավատալով, որ հնարավոր կլինի սրանց փոխել, ուղղակի մտածեցին, ամեն մարդ իր մեջ մտածեց, որ իրենից կախված չի։ Մեր դեկլարացիայի հիմնական միտումը հենց նրանում է, որպեսզի մենք կարողանանք մեր հանրությանը ցույց տանք, որ հնարավոր է լինելու փոխել իշխանությունը, որովհետև դեկլարացիայի ստորագրման արդյունքում պարտավորվածություններ են լինելու, որոնց մեր հանրությունը կտեսնի, ովքեր են մտել այդ պարտավորվածության մեջ, ովքեր են դա ստորագրել եւ ովքեր են ինչ գործողություններ անելու, այսինքն մենք նախապես տալու ենք թե ինչ կլինի ընտրությունների ժամանակ։ Այդ դեպքում ես հույս ունեմ, որ մեր հանրությունը սա կընդունի եւ սրանից ելնելով կգնա ընտրությունների, որովհետեւ այս գործընթացի արդյունքում կլինի դա հերթական, թե արտահերթ, թե impeachment-ի միջոցով միևնույնն է պետք է լինի ընտրություն եւ այդ ընտրությունից կախված է լինելու Հայաստանի պետականության գոյությունը։ Սա ուղղակիորեն բառեր չեն, սա իրականություն է, որովհետեւ այս մարդիկ արդեն իսկ հայտարարել են թե սահմանադրությունը փոխելու եւ Ադրբեջանի պահանջներին համապատասխանեցնելու մասին, արդեն իսկ հայտարարել են, որ պետք է ադրբեջանցիներ բերեն այստեղ ապրելու 100,000-ներով, արդեն իսկ հայտարարել են, որ ուրեմն ուժային կառույցներ պետք է գան Ադրբեջանի համար բարեկամական երկրից Հայաստանում եւ
արդեն իսկ ակնհայտ է, որ պահանջներ են լինելու գույքային։ Շնորհավորում են Էրդողանին ու Ալիևին։ Այո, եւ 17 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ալիևը։ Դուք պատկերացնում եք, դա ինչ ահռելի գումար է Հայաստանի Հանրապետության համար, որի բյուջեի մի քանի անգամ գերազանցող գումար ուղղակի ադրբեջանցիները պահանջել։ Դուք մտածում եք, այս տեմպերով եթե շարունակեն, սրա հետ այս մարդու հետ, ով որ ուղղակի չգիտեմ, էլի գնում է եւ այդ միջև գետինը չոքում է թուրք-ադրբեջանական ղեկավարության դեմ, դուք կարծում եք չի համաձայնվելու, բնականաբար համաձայնվելու է եւ ամեն մարդու քվեն որոշիչ է լինելու այս ընտրություններում, ելի եմ ասում, դա կլինի impeachment-ի արդյունքում, հերթական թե արտահերթ, շատ կարևոր է, որպեսզի այս ընտրություններով մենք կարողանանք կասեցնել այս գործընթացը, որովհետև սա տանում է մեզ ուղղակի կործանման։ Մեզ շեղում են, մեզ փորձում են մտցնել այլ օրակարգերի մեջ, չգիտեմ, փառատոններ են կազմակերպում, ինչքան դժվարանում է Հայաստանի վիճակը, այնքան ավելի շատ համերգներ են կազմակերպվում Հայաստանում, այնքան ավելի շատ, չգիտեմ, ինչ-որ ժամանցային միջոցառումներ են անում, ինչով ուզում են թմրեցնել մեր ժողովրդին, որպեսզի մեր հանրությունը կտրվի իրական խնդիրներից եւ տնվի ինչ-որ զվարճանքների։ Սա շատ կարևոր ազդանշան է մեզ համար։ Ինչքան այս բաները շատանան, այս ժամանցային միջոցառումները, այնքան ավելի է մոտենում Հայաստանի պետականության ոչնչացումը։ Դա մեխանիզմն է, հացը չկա, գնալով հացը պակասում է, կոպիտ ասած պայմանական ասած։ Կուկուրուզա դառել։ Հա, հացը կուկուրուզա դարձել, իսկ տեսարանները շատանում են։ Հա, դե մեզ օրինակով ցույց են տալի կուկուրուզ ոնց է պետք լափել։ Ուղղակի չգիտեն, որ մեր հանրությունը լափող չի։ Բայց իրենք ուզում են դա ցույց տան անձնական օրինակներով, շատ տենց խորացած այդ կուկուրուզի հետ մենամարտում են։ Լավ, հիմա այստեղ է համատեքստում դու պատկերացնում ես ինչ տեղի կունենա, երբ որ հանրությանը ներկայացվի միասնական եւ կառուցողական օրակարգ, ասենք, ի հակադարձում նույն պոպուլիզմին։ Մենք պետք է անպայմանորեն սրա վրա աշխատենք։ Մենք գիտենք նաև ընդդիմության հանդեպ մեր հանրության վերաբերմունքի մասամբ դժգոհության, որովհետև մարդիկ մասամբ անվստահության, այո, որովհետև մարդիկ սպասել են ինչ-որ բաներ եւ այդ սպասումները որոշակիորեն ուղղակի մարդկանց մեջ հույսը մարել է եւ այդ հույսը մենք պետք է վերականգնենք կառուցողական աշխատանքին ասված աշխատեց, բայց դա էլ է հիմա արդեն մաշվել։ Վախտանք, ես կարծում եմ, որ մենք պետքա մեր հանրությանը շատ ուղիղ խոսենք եւ այո, այդ խնդիրները կան, այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները պետք է լուծվեն։ Ոչ մեկ չի ասում, որ այնտեղ եղել են սուրբ աստվածներ, որոնք, չգիտեմ, ամեն ինչ լավ էին անում, բայց մեր հանրությունը, չգիտեմ, համընդհանուր ինչ-որ խաբկանքի մեջ է։ Ոչ, եղել են խնդիրներ, որոնք ուռճացվել են դեղին մամուլի սև գոտի բանը չեմպիոնի կողմից, հա, այս հոգեկան շեղումներով օժտված մարդու եւ բնականաբար, բայց ծուխը եղել է։ Հիմա մենք պետք է ասենք, որ այո եղել է, դրանից դասեր են քաղվելու եւ հաջորդիվ դա ուղղակի պետք է թույլ չտանք։ Եթե մարդ սրան հավատաց, եթե մեր հանրությունը սրան հավատաց եւ վստահեց, եթե կարողացան գործոն մեխանիզմներ ստեղծել, որոնք թույլ կտան մեզ, այո, ուղղակի խոսքերով դա չի լինի։ Մենք պետք է կարողանանք դա ամրագրենք թե օրենսդրությամբ, թե համապատասխան փաստաթղթերով, թե մեխանիզմներով եւ գործիքներով, որպեսզի մեր քաղաքացին տեսնի, որ հնարավոր չի լինելու անել են, ինչը որ, ասենք, սխալ արվել է, հա, ասենք, կասեցնել այս կոռուպցիոն այս համակարգը, որը որ երկար ժամանակաշրջանում մեզ քանդել է ներսից։ Հիմա կոռուպցիան հասել է այնպիսի մակարդակի, որ ուղղակի այդ թվերը միլիարդավոր դոլարների են հասնում։ Կոռուպցիան դնում ենք մի կողմ, մեր անվտանգությունն նայեք։ Անվտանգություն, չէ, ես ինչի համար եմ ասում կոռուպցիան։ Սրանով մեր ժողովրդին անընդհատ կերակրել են, որ այս իշխանություններին չի կարելի վստահել եւ այլն եւ այլն, երբ որ հասել են իրենց ուզածին, այսինքն կարողացել են մի քանի 100 հկներով, էլ չգիտեմ աղանդավոր կառույցներով, էլ մնացած մեդիա մեխանիզմներով, լրագրողներով եւ այլնով իրականացնել հեղափոխություն, շեղել բոլորիս իրական խնդիրներից Հայաստանի եւ բոլորիս համոզել, որ պետք է այս պատուհասը գա իշխանության, այդ ժամանակ մենք կանգնել ենք հիմա արդեն պետություն կորցնելու խնդրի առաջ։ Հիմա մենք պետք է մի հատ այն ինչը որ հիմք է եղել այս ամենի 18 թվականի հիմքերը պետք է մենք վերանայենք,
հարթեցնենք ամենը, ցույց տանք մեր հարությանը, որ այդպես չի լինելու, այսինքն այն խնդիրները, որոնք եղել են, էլ չեն լինելու, մենք կարողանալու ենք մեխանիզմներ ստեղծել, մենք կարողանալու ենք պայքարել արդյունավետ այն խնդիրների շուրջ, որի պատճառով որ ժողովուրդը, ասենք, դժգոհություն է ունեցել, հա, եւ այս ամենից հետո մեր հանրությունը կվստահի ներկայիս այն ուժերին, ովքեր որ կարող են այս բարդ իրավիճակից հանել պետություն, այսինքն մենք ունեինք մի իրավիճակ, երբ հանրությունը դժգոհ էր որոշակի ներքին խնդիրներից, բայց այսօր մենք ունենք իրավիճակ, որտեղ մեր հանրությունը կանգնած է պետություն ունենալ չունենալու առաջ։ Մեր հանրությունը կարող է պետություն չունենալ։ Հա, այլ խոսակցությունն էլ ավելորդ կլինի։ Պետություն չենք ունենալու, ժողովուրդ ջան, ասենք ինչ նախկին ներկա։ Հա, էլի այդ ամենը արդեն կարևոր չի լինի, որովհետև այս իշխանությունը գերազանցել է բոլոր պարամետրներով, բոլոր նախկին այն անընդունելի բարքերին, լավ էսպես ասեմ, որոնք որ ինչ-որ տեղ եղել են, տեղային մակարդակում եղել են։ Հիմա ասենք այս իշխանությունը կոռուպցիայում էլ է չեմպիոն, այս իշխանությունը մենաշնորհում էլ է չեմպիոն, այս իշխանությունը պատավատապետությունում էլ է չեմպիոն, դե ինչ ասել են, իրենք հիմա եկել եւ գերազանցել են այն ամեն ինչին, ինչը որ տեղային մակարդակով եղել են խնդիրներ։ Մենք սա պետք է արձանագրենք, բայց պետք է արձանագրենք նաև, որ մենք պետություն ենք ունեցել։ Մենք պետություն եւ անվտանգություն ենք ունեցել։ Մենք գնաց տեսել ենք, որ մեր երկրի առաջնորդները սիրենք նրանց թե չսիրեն, ընդունեն նրանց թե չընդունեն, բայց ունեցել են կերպար նախագահի, ղեկավարի կերպար են ունեցել։ Մենք չենք ամաչել մեր ղեկավարների համար, որ արտասահմանում, ասենք, լսել ենք մեր ղեկավարների ելույթները։ Ես անձամբ կարող եմ ասել, որ դրանք եղել են պետության ներկայացուցչի խոսք։ Այն ինչ անում է սա պետության ներկայացուցիչ չի, սա անգամ մի բուդկայի ներկայացուցիչ չի։ Գնում է այնպիսի դիրք է ընդունում ուրիշների մոտ, որ ես որպես հայ մարդ ամաչում եմ, եւ սա անդրադառնում է ոչ միայն մեր ներսում, անդրադառնում է նաեւ արտաքին մեր սփյուռքի վրա անդրադառնում։ Իհարկե նույնիսկ կենցաղում հայերին արդեն այլ կերպ են վերաբերում, նույն Ռուսաստանում, Ֆրանսիայում, ինչպիսին առաջնորդն է, այդպես էլ վերաբերվելու են ժամանակ հետո սկսում են ընդունել, ինչպիսին ձեր առաջնորդը, այդպես էլ մեր հանրությանն են ընդունել, որովհետև նա մեր ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում։ Մենք սա ներկայացուցիչ չենք կարող ունենանք։ Սա նորմալ չի։ Սա ամոթալի է մեզ համար։ Մի պետության համար, որը դարեր շարունակ երկար պատմություն ունեցող, մենք շատ ուրիշ կերպ ենք ընկալվել աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ազգի ներկայացուցիչները աշխարհին տվել են լավագույն բաները։ Մենք տեսանք մայիսի 9-ին ինչպես էին նսեմացնում մեր մարշալներին, ինչպես էին նսեմացնում 600,000 հայերին, ովքեր սովետական բանակում գնացել եւ կռվել են ուրեմն նացիզմի դեմ։ Դրա մասին խոսում են իբրև թե ինչ որ ավելի լավ կլիներ, եթե Գերմանիան հաղթեր այդ պատերազմը նացիզմը։ Մի մտ իրանց օրակարգն է, մի մտ։ Հա, դե, բայց տեսնում ես, իրենք սա բերում են մեր հանրության դաշտ եւ մենք մեր հանրության դա խայծ է, որ չպետք է ոչ մի դեպքում այո չպետք է ուտել այդ խայծը։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն այդ դժգոհությունը այս իշխանությունից, հասկացել են ինչ է տեղի ունենում, մեր ուրեմն կողմից պետք է լինեն համապատասխան քայլեր, համապատասխան փաստաթղթեր, համապատասխան միջոցառումներ, որի արդյունքում մենք կկարողանանք մեր հանրությանը ցույց տալ, որ սրանց հեռացնելը չգիտեմ, մի անհնարին բան չի։ Շատ արագ է դա տեղի ունենալու։ Եվ ամենակարևորը ցույց տալ եւ ապացուցել գործուն մեխանիզմներ ներկայացնելը, որ արժանապատիվ խաղաղություն միանգամայն իրատեսական եւ հնարավոր է։ Հա, դե խաղաղությունը անդադ վախեցնում են պատերազմով, այ եթե մենք չլինենք, պատերազմ է լինելու։ Պատերազմ լինում է, երբ դու չես կարողանում դիմադրել քո դեմ առնել։ Երբ որ քո թշնամին քեզանից չի վախենում, երբ որ քո ԳՇՊ-ը ասում է, որ մենք չտեսնելու ենք տալիս իրենց կրակոցները, այդ ժամանակ պատերազմ լինելու է։ Ինչքան ուզում ես դու խաղաղություն հաղորդիր, պատերազմ լինելու է, որովհետև տեսնում են, որ դու դիմադրողականություն չունես այլևս։ Դա կյանքի բնության օրենք է։ Եվ թշնամին խաղաղության կգա միայն այն ժամանակ, երբ որ տեսնի համախմբված հզոր պետություն։ Այդ ժամանակ ոչ մեկ չի կարող խոսել նրա մասին, որ այ դուք պատերազմ եք բերում։ Ոչ, խաղաղություն լինում է, երբ դու ուժեղ ես, երբ դու հզոր ես, երբ դու վտանգավոր ես, երբ որ դու կզած ես, չոքած ես, իսկ թուրքն էլ իր գործողություններով մեր պատմության ընթացքում ապացուցել է, թե ինչ է անում հայի հետ, երբ որ տեսնում է, որ հայը չի կարողանում իրեն դիմադրել, դա ուղղակի
թե բազմադարյան պատմությամբ, թե վերջին շրջանի պատմությամբ, հա, այս նորագույն պատմության մեջ երևում է թե ինչ է անում թուրքը, երբ որ տեսնում է, որ դու չես դիմադրում։ Այս առումով խաղաղություն այո լինելու է, իսկ այդ արժանապատվությունը ապահովելու է հայոց բանակը, ճիշտ դիվանագիտությունը եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչի մասին այս մարդիկ կարծես չգիտեն էլ այդ բառերը ինչ են նշանակում։ Գնում են այնտեղ Եվրոպա, ասում են գալիս են Եվրոպա, Ռուսաստանի Դաշնությունից գալիս են, այստեղ կամերաների առաջ հայտարարում են, որ չէ, մենք Եվրոպա չենք գնում։ Երբ որ մարդիկ տեսնում են սա, այլ պետությունները տեսնում ես, դա իրենք ուղղակի սկսում են քեզ անլուրջ վերաբերվել քո պետությանը, որովհետև դու քո խոսքը ոչ մի արժեք չունի։ Դու այսօր մի բան ես ասում, վաղ ուրիշ բան ես ասում, կես ժամ հետո երրորդ բանն ես ասում։ Սա նույն պոպուլիզմն է արդեն դիվանագիտական մակարդակում, որը բայց դա չի կարող ընդունվել այն մարդկանց կողմից, ովքեր աշխատում են, ասենք դու գերտերության ներկայացուցիչ մի բան ես ասում, հետո գնում ես այն մի ուրիշ բան ասում, այդ մարդիկ քո հիմար չեն, հասկանում են դու ինչ ես անում։ Այդտեղ բազմաթիվ ծառայություններ նստած նայում, ուսումնասիրում են այդ ամենը, ինչը որ դու անում ես եւ եզրակացության են գալիս, որ դու ուղղակի պատկերացնում ես դեմքերի արտահայտությունը։ Ես մի անգամ առիթ եմ ունեցել խոսելու, ինձ ասացին, որ երբ որ սա գնում է արտասահման հանդիպումների, աշխատում են մինչև սա չասի իր ասելիքը մինչև վերջ Հայաստանում արդեն չմեկնաբան են որևէ կերպ, որովհետև այնտեղ տեղում ինքը սենյակներում ուրիշ բան է խոսում, հետո գալիս է Հայաստան, ասում է այնպեսի բաներ է խոսում, որ մարդիկ ապշած իրար են նայում, որովհետև նման խոսակցություններ, ասենք առասարակ այնտեղ տեղի չի ունեցել։ Ինքը գալիս է այստեղ ինչ ուզում պատմում է։ Դրա համար սպասում են, ասում են, մի հատ տեսնենք սա գնում է ինչ է խոսում այնտեղ, որ նոր որոշեն, ասենք, ինչ ձև դրան անդրադառնան կամ չանդրադառնան։ Եվ ամփոփելով այսօրվա զրույցը, հանգում ենք նրան, որ պոպուլիզմին միայն հաղթելու ենք միասնական եւ կառուցողական օրակարգով։ Միասնականությունը, այո, հաղթական քարտն է, որը միակ քարտն է երևի, որը կկարողանա հաղթել սրանց խուժանապետությանը, որովհետեւ իրավապահներից մինչև չգիտեմ պետական բոլոր մարմիններ զավթված են այս իշխանության կողմից եւ միայն միասնությունը կարող է այս համակարգին դիմադրել, որովհետեւ սա համակարգ է, որը գործում է հայոց պետականության դեմ, այո։ Եվ շնորհակալություն հայտնենք մեր դիտորդներին, հիշեցնելով, որ բաժանորդագրվեք մեր ալիքին, դա իսկապես մեզ համար կարևոր է, թողեք ձեր մեկնաբանությունները, կհանդիպենք։ Ստեսություն։